Վանոն դառնում է 68 տարեկան, ես այսքանի օրը զգում եմ, որ էլի իմ տեղը չեմ գտնում, մի ուրացեք մեր ընկերոջ, ձեր ընկերոջ, կարծում եմ մենք, ես նկատում եմ ինձ իմ տարեկիցներին, այդ սերնդին, Արցախյան շարժման, մարդիկ, ովքեր իրենց գործիչներ են համարում եւ ովքեր էլ զբաղեցնում են պաշտոններ, ովքեր իրենց ազատամարտը համարում են իրենց ներդրումը եւ այլն ամենատարբեր ՀՇ-ում եւ ՀՇ-ից դուրս հակում, բարգավաճում եւ այլն ինչու վանոն մեզ հետ չի։ Ես այս հարցը պատասխանը չունեմ։ Ես գիտեմ, որ դա անարդար մի բան է, հատկապես երբ որ Սերժ Սարգսյանի հրամանագրով ներքին գործոց նախարարության ներքին զորքերի հրամանատարը Վահան Հարությունյանը պարգևատրվեց սեպտեմբերի 13-ի կարծեմ 2014-ի հրամանագրով, սա նշանակում է այն քրեական գործ կոչված արդեն դրեցինք մի կողմ, նա չկա այլևս։ Համաձայն եք։ Այս դեպքում ընդհանրապես քաղաքական կամք պետք ես կարծում եմ անթույլատրելի վիճակը վերացնելու համար, որովհետև ինչ է ստացվում, մարդ, անհատ, շարժման, ամենավառ դեմքերից մեկը, ես նկատում եմ 98-99 թվական, մեր Վանոն, 90-92 թվականի Հայաստանի Հանրապետության անկախ պետականության հիմքերը դնող ՀՀՇ վարչության նախագահն էր այդ թվականների, որ ՀՀՇ-ն ամենակարևոր փոփոխությունների գնաց, սեփականաշնորհման, անկախության հանրաքվեի եւ այլն, այս մարդու իրավունքների հիմնարար ազատությունների բաների ներդրման առումով, եւ ամենակարևորը ինձ համար 92-94 թվականներին ներքին գործոց այս նախարարը, որը խիզախություն, քաջություն ունեցավ Խուժանի հրացանավոր մարդու, համաձայն եք, երբ որ քաղաքում վտանգավոր էր կրիմինալի դեմ գնալու, երբ որ ոստիկանությունը պարզապես անպաշտպան էր մնացել, համաձայն եք, զենքը հանձնել էր, անգամ արտահակուստը չէր կրում եւ այլն, եւ ահա Վանոն գնաց ինքնազոհության ասեմ, վերցրեց այդ առակ, մեկը պիտի կատարեր ու հանգամանքների բերումով այդտեղավ Վանոնու կատարեց այդ առաքելությունը եւ երկրորդը ներքին գործոց համակարգը իր ոստիկանով ասում եմ եւ ներքին զորքերով իր նախարարով ամբողջ պաշտպանական առաջավոր գծում էին 100-ավոր ոստիկաններ զոհվեցին, իրենց կյանքը տվեցին Լաչինում, Նոյեմբերյանում, Հյուսում, ամենուր եւ այդ Վանոն էր, որովհետեւ եթե միտեղ մենք Վազգեն Սարգսյան ենք ասում, սպարապետ, հերոս, պատերազմի, բայց ներքին զորքերը ուներ իր հրամանատարը, ուզում եմ ասեմ ոստիկանությունը ուներ, այս Վանոն էր։ Հիմա այս պայմաններում, ես վերցրեցի երկու ամենաանուրանալի բան, ինչի պետք է Վանոն մեզ հետ չլինի։ Ինչ է խանգարում, որ ինքը լինի իր Հայաստանում, շարունակի ապրել, գրել, գործել եւ այլն։ Մտավորականները այս հարցով պարբերաբար չեն դիմում իշխանություններին, ստորագրը հավաքեր նախորդ տարի։ Լավ է, շնորհակալ եմ Վարդուն, Կեցե Վարդուհին, հատկապես իմ աշակերտուհինը եղել եւ իր նախաձեռնողականությունը ինձ համար կարեւոր է, սիրելի է, իր նվիրվածությունը ընդհանրապես մարդուն կնոջ սազում է նվիրված լինելը, սա իրոք, բայց ես ասում եմ քաղաքական բաների մասին, ես ասում եմ գեներալ Մանվելի, որին ամենաբարձր գնահատականները տվել է Վանո Սիրադաղյանը իր ներդրման համար, որ ամենալավը գիտի ով է եւ ինչ արել Վանո Սիրադաղյանը, ամբողջ ազատամարտի ընթացքում ես ասեցի պարոն Սերժ Սարգսյանի հանրապետության նախագահի, ես կարող եմ տասնյակ, ես իրենց եմ դիմում, եթե պետքա խնդրել, ես խնդրում եմ, ես պահանջում եմ, սա գիտեք թվում է թե մարդիկ ոնց ես հաշտվում ես մտքեդ, ես չեմ կարողանում հաշտվել, այդ կոկորտիս կանոնում է, ես վերջին շրջանում սկսել եմ հազալ, ես չէի հազում, ինձ թվում է այս կոկորտում մի բան կա, այդպես չի կարելի Սիրանուշ ջան, եւ դուք էլի նորից ինչու մյուսները չեն անում, ես ասում եմ, ես չեմ կարող հանդուրժել այս վիճակը, դրա համար ես բարձրացնում եմ հարցը Վանոյի, ասում եմ մի ուրացեք, եկեք չուրանանք մեր ընկերոջը, եւ ուրեմն Վանոն թող գա,
թող լինի Հայաստանում, թող ապրի, թող գործի, մնացած իր ժամանակին այնքան հարցեր կան, այնքան մարդիկ կան, որ պիտի պատասխան տան, եթե կտան պատասխան, եթե կգործի Հայաստանում արդարադատության համակարգ, դեռ մենք դա պետք է ստեղծենք, իսկ դա ավելի հեշտ է անել Վանոյի հետ եւ կանցնեն տասնյակ տարիներ, առողջություն բոլորիս, կգանք պատասխան կտանք, հիմա եկեք դատավոր չդառնանք, հատկապես որ ասում եմ քրեական գործը այդ հրամանագրով Վահան Հարությունյանի այլևս գոյություն չունի, գոնե այն ժամանակ էլ դա քրեական չէր, բայց հիմա առավել եւս նախագահը իր ժամանակարով շնորհակալ եմ դա հաստատեց, հիմա մնում է նախագահ անի հաջորդ քայլը, թող անի, ինչու չանի, խնդրենք թող անի